Խոսվում է կոռուպցիայի մասին։ Քիչ առաջ լրագրողները հարցեցին այսօր Երևանի քաղաքապետարանում երկրորդ մասնաշենքում ասում են ձերբակալություններ, ասում եմ այո։ Ասում եմ, բա տեսնում եք, որ ուրեմն Երևանի քաղաքապետարանում կոռուպցիան ոնց ասում ժողովուրդ ջան, եկեք հասկանանք, որովհետև 2018 թվականից ի վեր որևէ բան չի կոծկվում, ոչ մի բան չի թաքցնում եւ մենք ապրում ենք իրավական երկրում եւ այո լինելու են եւ շարունակելու են լինել։ Երևանի քաղաքապետարանում 20,000-ից ավել մարդ կա եւ ներողություն այդ մարդիկ ոչ մեծ բարեկամներն են բոլորը, այդ մարդիկ մեր ու ձեր նման քաղաքացիներ են եւ կան դեռ մարդիկ, ովքեր չեն հավատում, որ կաշառք չի կարելի վերցնել։ Հիմա վերադառնանք հետ եւ հասկանանք նախկինում եղել է թե չէ։ Իմ շենքի հետևը կա 5 հարկանի բազմաբնակարան շենք, բնականներից մեկի գլխին եւս 2 հարկ է կառուցած, 7 հարկ է, sense դառը ինքը տենց 3 հարկանի պենթհաուսում է աշխատում կամ չգիտեմ ապրում կամ չգիտեմ ոնց է դա արդեն կոչվում։ Ամփոփեք պարոն Օղազյան։ Ձեր կարծիքով այս գործով ինչ որ մեկին կաշառք չեն տվել, ստեղ Ձեր կարծիքով տարբեր մարմիններում կաշառք չեն տվել, որ բալկոններն են առաջ տվել տես բաներ սարքել, կան ձերբակալված, իհարկե ոչ, որովհետև նախկինում ընդհանրապես նման գործողություններ որևէ մեկին չէր հետաքրքրում, որովհետև գոյություն էր համակարգային կոռուպցիա, ներքևից մինչև վերև գնում հասնում էր եւ մենք չենք տեսնում քրեական գործեր։ Ահա եւ է ձեր պատասխանը ոնց է ստացվում, որ մենք այսօր ունենք բազմաթիվ քրեական գործեր։